Լավ, ինչ պետք է եղածնի այդ աղջկա հետ, ուր ա գնացել։ Իսկ իմ որ զանգերին է չի պատասխանում։ Դե որ ամեն ինչ նորմալ լինի, երեկոյան կգա քո հետևից, չէ՞, տենց ենք պայմանավորել։ Աստված։ Դե որ գա կիմանանք, ինչա ինչ չի։ Դու շուտ կգաս։ Ես գնում եմ տիկին Սեդային տեսնեմ, համել ասեմ, որ արդեն գնալու եմ աշխատանքի։ Լավ, Նվա ջան։ Գնում ենք, ալատ գնալու ենք։ Ուր Գոգո ջան։ Ոնց գնանք տնանք ոնց է գալիս ինքնա Սամալյոտից ոնց է իջնում։ Չէ, Գոգո ջան, դու կմնաս տանը, մենք կգնանք Աննային կբերենք, դու կտեսնես, լավ։ Ոնց, ես չտենամ ոնց է ինքը իջնում, Սամալյոտից ոնց է։ Լսի Գոգո ջան, ոչ մեկն էլ չի տեսնում ոնց են Սամալյոտից իջնում։ Դե որ գա կտեսնես էլի։ Նեղացավ։ Ինչ ասեց Արսեն։ Ոչ բան հորս հետ ներքևը խոսում են իր հետ։ Ասում են, որ քեզ հեռացնելու են, հա, դպրոցից։ Ո՞վ ասում։ Խոսում են։ Եթե տենց բան լինի, ես ինչ չեմ ների, իմ պատճառով ոնց որ սաղ եղավ, տեղից տնօրենը զայրացած էր քո վրա, հիմա էլ։ Բայց հիմա դու Տիգրանն իրար հետ եք եղել, բայց էլի քո պապային կանչեցին դպրոց։ Հիմա չգիտեմ որտեղից, բայց իմացել եմ, որ կռիվ ա եղել ու գիտի պատճառը ինչ ա բուն։ Ես եմ ասել Սահակյանին, բայց տղաներն էլ են դեռ խոսում, բայց ինչ ասաց։ Հիմա կարևոր չի, ինչ կլինի կամ ոնց, կարևորն է, որ քեզ ոչ մեկ չներվածնի եկած, ու միշտ քեզ լավ հասկացի։ Ինչ են ուզում սրանք քեզնից։ Հենց։ Ալասիկա, արի։ Բարև։ Ինչ լավ ա որ եկար, ալա ջան։ Բայ առավոտից անհամբեր քեզ էի սպասում։ Ինչ լավ ա որ եկար, ալա ջան, ինչ լավ ա, շատ ուրախ եմ։ Ինչպես տեսնում եմ, լավ եք տիկին Սեդա ջան։ Այո, հիմա շատ լավ է։ Մանավանդ որ քեզ տեսա։ Տիկին Սեդա, ձեր կողքին լինելու համար արժե գալ այստեղ։ Ճիշտ։ Բայց ինչ ենք միջանցքում կանգնել։ Տանել չեմ կարողանում, երբ միջանցքում կանգնում ու խոսում են։ Ես էլ նույնն եմ արել։ Գնացինք խոհանոց զրուցենք։ Գնացինք։ Արի, ալա ջան։ Դա չէ կողքինը։ Այդպես։ Չեմ կորում։ Ստացվում, շարունակիր։ Մի վախեցիր, շարունակիր։ Չեմ կարող։ Հարա, էլի, դու որ անես մի անգամ ինչ կանես կվրծեմ։ Բայց դու ես սովորում, չէ՞, ոչ թե ես։ Հետո առաջին անգամվա համար բավականին լավ է ստացվում։ Շարունակիր։ Պետք է բանել հիշիր։ Երբեք գործդ կիսատ մի թող, անգամ եթե քեզ դուր չի գալիս։ Միշտ ավարտից սկսած գործդ, անգամ եթե զգում ես, որ այն վատ է ստացվում, դա ամենակարևոր բանը որ պետք է հիշես, իսկ հիմա կենտրոնացիր ու արա այն ամեն ինչ մենք սովորեցրել ենք քեզ, ես և Նելին։ Արդեն զղջում ես, որ աշխատանքի ես անցել մեր մոտ։ Չէ, ինձ ստեղ շատ է դու գալիս։ Հա։ Դու շարունակիր։ Հենց առաջադրանքդ ավարտես կգնաս համակարգչային սենյակ, իսկ ես կշարունակեմ իմ գործը։ Հա։ Սենց։ Ապրես։ Ընդունակ ես։ Լիլիան իրեն վատ է զգում, արդեն քանի օր է պառկած է անկողնում։ Բայց ինչի։ Չգիտեմ, ճիշտ ասած երեկ Տիգրանը շատ ուշ եկավ, որ հարցնեմ, առավոտյան հարցրեցի, ասեց արդեն լավ է, բայց դեռ սենյակից դուրս չի եկել։ Ալա ջան,
Դու պետք է աշխատես, անպայման պետք է աշխատես, ախր ոչ մի վատ բան չի եղել, ես հասկանում եմ, որ դու նեղվում ես, բայց ոչ մի վատ բան չի եղել, ալա դու պետք է աշխատես անպայման։ Տիկին Սեդա, բայց ես ինձ վատ եմ զգում։ Ոչ, այ կխոսես Տիգրանի հետ, կասես, թե ինչից ես նեղվում, ու կտեսնես ամեն ինչ կհարթվի կգնա, կյանքը իր հոնով կշարունակի ընթանալ, այնպես որ դու հասկացի քեզ այդ աշխատանքը պետք է, շատ պետք է։ Գիտեմ, տիկին Սեդա, որ ինձ աշխատանքա պետք է երեխային պահում, բայց ես ինձ վատ եմ զգում, որ նույնիսկ պետք է գամ այստեղ աշխատել։ Ոչ, ոչինչ չի եղել, դու ինքդ գիտես, այնպես որ մի անհանգստացի։ Ոչ մի բանի տեղ չդնես, դու արդեն պետք է իր բնավորությունը իմացածվի մեզ, ինքը ոչինչի հետ չի կարողանում հաշտվել, հարմարվել, հանգստացի, ամեն ինչ լավ կլինի, ամեն ինչ, ես միշտ էստեղ կլինեմ քո կողքին։ Մամի ջան, ինչ կա։ Նստիր։ Ինչ է եղել։ Նելին ասեց գնա կադրերի բաժին, գնացի։ Եվ ինչ։ Չոր թղթեր տվեցին, ստորագրեցի, անձնագիր ուզեցին, բայց ես պասպորտ չունեմ։ Ոչինչ դե խնդիր չի։ Բայց ասեցին, որ ինչ-որ աշխատում եմ արդեն, աշխատավարձ պետք է ստանամ։ Լավ չի։ Բայց ես չեմ աշխատում, սովորում եմ հələ։ Դու նեղօգնում ես մեզան։ Չէ, ավելի, դա արդեն իսկական շատ ա լինում իմ համար։ Դուք ինձ իմ համար ամեն ինչ անում եք, որ իմ համար լավ լինի։ Ես գիտեմ, որ վաղը մեսօր իմ համար լավ աշխատանք ա լինելու, գումար եմ վաստակելու։ Ես սովոր եմ, որ ես եմ իմ փողը աշխատում։ Հասկանում եմ, ջան, բայց դու վատս գալու կարիք չունես։ Դու մեր աշխատում ես։ Այսօրվանից։